Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ խոսենք Իրանից ինչ իրավիճակ է այնտեղ, դուք ինչ զարգացումներ եք կարծում, որ կարող են լինել, ինչ հետևանքների ականատես կլինենք, ինչպես տեսնում ենք հայտարարություններից երկարատև պատերազմի են պատրաստվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Շատ ծանր վիճակ է եւ հայկական օրակարգի, Հայաստանի օրակարգի բացակայության պայմաններում, ռիսկերի չհաշվարկման պայմաններում եւ կանխարգելիչ միջոցառումների ձեռք չառնելու եւ հանրային ուղերձով ընդհանրապես հանդես չգալու պայմաններում մեր վիճակը ավելի է ծանրանում։ Որ այս մասին անձամբ ես վերջին 5-6 տարվա ընթացքում անդադ օրակարգ եմ բերում, որ հնարավոր արևմուտք Իրան հակասությունների ընթացքը շատ ծանր կարող է լինել առաջին հերթին Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի տեսանկյունից, հարվածի տակայտումների տեսանկյունից, պարզ էր եւ այսօր երբ տեսնում ես, որ տարածաշրջանը մտնում է մեծ մասշտաբային դեռ չկառավարվող եւ անկանխատեսելի ելքերով ծանր փուլ, բայց մյուս կողմից տեսնում ես, որ քո երկրի իշխանությունը այնպես չէ, որ որևէ ակնկալիք եղել է այս իշխանությունից, որ որևէ նախաձեռնողականություն պիտի կարողանա ցուցաբերել, նվազագույնս սեփական անվտանգային ռիսկերը չեզոքացնելու կամ կառավարելի։ Բայց ինչ կարող էին անել, որ չեն անում։ Ну համենայն դեպս ոչ նարդի խաղալ բեսեդկաներում։ Նկատի ունեք այսօրվա քարոզարշավը, որ Փաշինյանը գնացել է ԿՊ-ի հետ 32 ատամները ցույց տալով մարդկանց, սա խեղկատակություն էլ չէ արդեն։ Երմինի ջան, սա վերջն է։ Այն որ ասում են վերջը ո՞րն է, սա վերջն է։ Քո հարևան երկրում, որի հետ ունես դու 42 կիլոմետրանոց սահման, եւ վարկյան առաջ այդտեղ միգրացիոն ականները կարող են արժանալ մի ամբողջ պետության լինելիության հարց, դու այդ ամեն ինչը թողած ընկել ես դարձյալ էժանագին այդ պոպուլիստական բաներով 32 ատամը պարզած, ծիծաղում ես, հրհրում ես, այս անում, դա այս անում, եւ խոսքը վերաբերում է ամբողջ պետական վերնախավին, որը լավ Փաշինյանը չէ, այո, արտգործ նախարարը, պաշտպանության նախարարը նրա հետ են։ Հիմա մեղադրում են մեզ արդեն իսկ կան արձագանքներ, որ ուրախ չեք, որ Հայաստանում խաղաղություն է։ Խաղաղ մնացեք։ Տեսեք, քանի որ մենք խոսելու ենք Իրանի մասին, եւ այդ կախարդական բառը, որը կոչվում է խաղաղություն, մենք դրա հետևանքները տեսնում ենք։ Վերջին 1 տարվա ընթացքում եկեք իրար հետ հիշենք, թե միջազգային քանի համաժողով տեղի ունեցավ Միացյալ Նահանգների ղեկավարության կամ ադմինիստրացիայի գլխավորությամբ խաղաղություն անվան տակ։ Խաղաղություն անվան տակ իբր Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 8 հակամարտություն կասեցրել է։ Խաղաղության վեհաժողով, որը պետք է փոխարինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, առհասարակ ՄԱԿ-ին։ Մրցանակներ խաղաղության։ Մրցանակներ Նոբելյանից սկսած մինչև չգիտեմ հետո այդ դերասանական ակտերը, որ արեցին, չգիտեմ, Կոլումբիայի ընդդիմադիրը նվիրեց, մրցանակը Թրամփին որպես մենք տեսում ենք, որ խաղաղություն եզրույթի ներքո տեղի ունենում տարածաշրջանային մեծ պատերազմ։ Եթե լրահոսը թերթենք, պարզապես չենք հասցնի վստահեմ այս հաղորդում, որ հեռարձակվի, այն ինֆորմացիան, որ պիտի հաղորդենք, բնականաբար հնացած կլինի, բայց նշենք, որ հիմա 15-ից 30 րոպե է։ Այս պահի տվյալներով ենք խոսում վերլուծում։ Այսինքն սոցիալ-արաբական բոլոր երկրները՝ Քուվեյթ, Էմիրություններ, Բահրեյն, Կատար, Սաուդյան Արաբիա, մի փոքր վերևել բարձրանանք Իրան, Հորդանան, Իրաք, Հորդանան, Թուրքիայից ու Ադրբեջանը զարմանալիորեն դեռ պաշտոնական արձագանքներ չկան, ինչ ակնհայտորեն խոսում է այն մասին, որ իրենք այս կամ այն կերպ ներգրաված են նման գործողություններում նվազագույնը հետախուզական տիրույթում ինֆորմացիոն մատակարարումներ ապահովելու տեսանկյունից։ Դեռ այս պայծառությամբ որևէ արձագանք այդպեսին չկա։ Հայաստանն էլ չունի։ Արտգործ նախարարությունը ընդամենը հերթապահ հետևում ենք իրադարձություններին։ Այո, հետևում ենք նույնը կարող է անել մամուլի որևէ ծառայություն։ Սունկ կայքի մեդիա պատասխանատուն կարող է ասել, մենք հետևում ենք իրադարձություններին։ Եվ սա քո երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն է, որը այս օրերին չհաշված Իրան-Իսրայել պատերազմի 12-օրյա պատերազմից հետո չպետք է քներ։
չպետք է այլ զեկույցներ, այլ ինֆորմացիա տրամադրել, պետք է նախաձեռնողականություն դրսևորել եւ մենք տեսնում ենք հակառակ պատկեր բնականաբար։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան քաղաքական կամ անվտանգային օրակարգի տարբեր բաղադրիչները հասկանալու, իսկ այդ օրակարգը բազմազան է։ Անվտանգություն չի նշանակում միայն կասեցնել թշնամու հնարավոր ներխուժումը կամ ագրեսիան քո երկրի սահմաններ։ Անվտանգություն նշանակում է առաջին հերթին էներգետիկ, տնտեսական, միգրացիոն, հոսքերի կառավարման վերաբերյալ տվյալ պետության տեսլականը առհասարակ մենք տեսլական ունենք, թե ինչպես ենք Արդեն իսկ տեղեկություններ կա, որ մեծ թվով մարդիկ զանգվածաբար լքում են Իրանը։ Հիմա տեսեք, այստեղ շատ վտանգավոր բանի մասին եմ ուզում խոսել, որի մասին 5 տարի խոսել ենք, 6 տարի խոսել ենք, ամենայն դեպս Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո 2021 թվականի հունվար 3։ Եթե 85 միլիոնանոց պետությունում տեղի է ունենում միգրացիոն հոսքերի կամ շարժերի ասիմետրիա, ասիմետրիկ շարժումներ են տեղի ունենում, շատ մեղմ եմ արտահայտվում։ Մեծ մասը գնալու է Ադրբեջան, մեծ մասը գալու է նաև Հայաստան։ Հարց է առաջանում դու որպես պետություն ունես այդ հոսքերը կառավարելու եւ ռիսկերը կառավարելի դարձնելու քաղաքականություն։ Այսինքն տասնյակ հազարավոր մարդիկ կարող են գալ Հայաստան։ Ինչ տասնյակ հազարավոր։ 100 Մենք հազարավոր։ խոսում ենք 100 հազարավոր մարդկանց մասին։ Ընդ որում ամենավտանգավորը այդ 100 հազարավորները, որ բարձրացան Ադրբեջան, սա քարտ բլանշ է լինելու Իլհամ Ալիևի ձեռքին, որ նույն այդ խաղաղության խոսույթի ներքո սպառնալիքների հռետորաբանությունը չի վերացրել Հայաստան նկատմամբ եւ ամենավերջին վկայությունը փետրվարի կեսերին Մյունխենում անվտանգության 62-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում այն հստակ մեսիջներն են Հայաստանի հասցեին, որ թշնամին պետք է իմանա, թշնամին հասկանում եք ինքը նույն այդ խաղաղություն, որ այս Մենք շարունակում ենք թշնամի կոչել։ ողորմելի իշխանություն անընդհատ փորձում է հասնել, որ Հայաստանում արդեն իսկ խաղաղություն է։ Մենք արդեն խաղաղություն Եվ թշնամի եզրույթ չի օգտագործում Հայաստանի կողմից։ Իհարկե։ Նկատի ունեմ իշխանության կողմից, բայց փաստորեն Ալիևը թշնամի անվանում։ Ալիևը թշնամի է անվանում, որովհետև չի համարում, որ Հայաստանում գործող իշխանությունը արժանի գործընկեր է խաղաղության։ Ստորաքարշ վիճակում գտնվող բանակցողը չի կարող երբեք ու երբեք հավասարը հավասարի դիրքերում լինել բանակցություններում, այդ իսկ պատճառով ծաղրում են, սպառնում են, սահմանադրության փոփոխության խնդիր են դնում եւ մնացած Հայաստանի զինաթափման խնդիր են դնում, այսպես կոչված փախստականների վերադարձի հարց են բարձրացնում, հա, տեսեք։ Հիմա կարող են օգտվել այսինքն իրավիճակից կարծում եմ։ Այսինքն այդ 100 հազարավոր մարդիկ, որ դիցուք, եթե բնականաբար պատերազմը մի քանի սցենար ունի եւ ես հիմա սցենարների մասին կխոսեմ, անկախ փաստից ինչ ելք կունենա կամ ինչ ձևաչափ կընտրվի նոր պահպանողականների կամ լիբերալիստական մոտեցման, հա, պատերազմները վարելու, եթե մի քանի 100,000 փախստական հատեց Իրան-Ադրբեջան սահմանը, սա քարտ բլանշ է լինելու Ալիևի համար կրկին օրակարգ բերելու այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Հայաստան անվտանգության նկատառումներով։ Իսկ հարձակման առումով վտանգ տեսնում եք թե ոչ։ Հարձակման, դե եթե տարածաշրջանը խառնում է օգտվի առիթից։ Թե Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխիքներ են տվել Հայաստանին։ Միացյալ Նահանգները երաշխավորել էր, որ Իրանի հետ բանակցությունների ընթացքում ռազմական գործողություններ չեն լինի։ Նույն այդ երաշխիքները տրամադրվեցին 12-օրյա պատերազմի ժամանակ Իրան-Իսրայել, երբ բանակցությունները չավարտված Իրանի նկատմամբ հարձակումը սկսվեց։ Ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Մենք մեր ժողովրդի աչքերը պետք է պարզ բացենք։ Իշխանության ագիտպրոպը, որը լցված է բացառապես թմրեցնելու անեստեզիայի է ենթարկել բոլորին։ Պատերազմը ուզես չուզես մտնելու է քո տուն, եթե ցանկանաս կամ չցանկանաս, պատրաստ լինես չլինես, ուղղակի նախընտրելի կլինի պատրաստ լինես այդ առումով։ Տարածաշրջանն է պայթում հերիքան այստեղ։ Չեզոք դիրք չեն կարող գրավել։ Ում նկատմամբ չեզոք դիրք։ Դե Փաշինյանն ասում էր ազդեցության տակ չենք լինելու, չենք մտնելու։ Ում ազդեցության տակ։ Հիմա եթե դու Իրանին չօգնեցիր, որպես պետություն, որպես քո բնական դաշնակից,
Եթե չես օգնում, ակամայից ստացվում է, որ դու թուրք-ադրբեջանական ալյանսին ես օգնում։ Ինչպես պետք է Որտեղ օգնենք չես Իրանին։ Իրանին, ես կարծում եմ, որ նվազագույնը այսօր, նվազագույնը անվտանգության խորհրդի արտահերտից պետք է գումարվեր։ Ավելին ասեմ, Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթացող բանակցությունների առաջին իսկ օրվանից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդը պետք է գումարեր արտահերտ նիստ։ Առաջին մակարդակի բարձրացներ զգոնությունը առհասարակ։ Ռազմական առումով դեռ չեմ ասում ինչ խնդիրներ պետք է լուծվել, ոլորտային մասնագետները շատ լավ գիտեն ինչ պետք է արվել։ Եվ երկրորդը այն պատվիրակությունը, որը ուղարկվեց Թեհրան պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այդ ժամանակ ռազմատեխնիկական համագործակցություն է լինելու, հարաբերությունները ավելի խորացվելու է։ Գիտեք, մենք էլ կարող ենք կենացներ գրել։ Մենք կարող ենք այնպիսի վերլուծություններ գրել իրական հողի վրա, իրական գետնի վրա։ Ինչ խնդիր պիտի լուծենք մենք, բայց մենք ինչ արեցինք, օրակարգը, ներքին օրակարգը փորձեցինք զբաղեցնել, սա սրա հետ ամուսնալուծվեց, չգիտեմ ինչ եղավ, եւ այլն սկսեցինք սցենարներ, էպիկական սցենարներ, հա, որին էլ մեկը ասում է շոու, մեկը սա է, մեկը դա է, մենք պետության լինելիության խնդրի առաջ ենք եւ նվազագույնը դա է ուզում ասել, որ Իրան-Իսրայել անցած տարվա հունիսի 12-օրյա պատերազմից հետո Հայաստանում մարտունակությունը պետք է բարձրացվեր առաջին աստիճանի, առաջին մակարդակի բոլոր առումներով։ Զենք զինամթերքից սկսած մինչև հետախուզություն, մինչև ասում եմ ամենակարևորը սահմանային անվտանգություն։ Մենք սահմանային անվտանգության ինչ խնդիր ենք լուծելու հիմա։ Ես դա եմ ուզում ասել։ Եվ եթե ընդհանուր խճանկարը Էրնեջան փորձենք հասկանալ, վերջերս մի վերլուծականներից մեկում, հարցազրույցներից մեկում հետեւյալն էի կանխատեսել։ Իսկ եթե ենթադրենք Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի կառավարել այդ 100,000-ավորների հոսքը իր մնացած բոլոր հետևանքներով, հա, մենք շատ լավ հասկանում ենք, թե եթե օտարերկրյա գործակալությունները կարողացել են թափանցել Իրանի նման կուռ հետախուզական համակարգ եւ ներսից պայթեցնել այդ երկիրը, ինչը ցույց տվեց 12-րդ օրյա պատերազմը եւ վերջերս նաեւ այդ ներքին խլրտումները, որ սկսվել էին բողոքի ակցիաները, ծայրահեղ ռադիկալ արմատական իսլամիստական ուղղությունների նկատմամբ վերահսկողությունը ինչ ձևով պիտի արվի։ Հանրությունը տեղյակ է այս ամենից։ Հանրությունը գիտի, որ այդ անձնավորությունը կանգնում է ասում, մենք խաղաղության մեջ ենք ապրում, բայց ես առանցքային խնդիրներ եմ բարձրացնում, որոնց վերաբերյալ ոչ ոք նվազագույնը հանրության ինտելեկտուալ կամ մեդիա հանրույթը բացի բացասական պատասխաններից ուրիշ ոչ մի բան չունի։ Այսինքն մենք չգիտենք ինչ է արվելու։ Նույն վիճակն է ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հանրությունը պատրաստ չէ հիմա, եթե այս պատերազմը էսկալացիան շարունակվեց եւ ընդարձակվեց եւ չսահմանափակվեց միայն Իրանի տարածքով։ Ավելին Եմենից Իսրայելի նկատմամբ հարվածները այսօրվա մասին է խոսքը։ Քաթարում ամերիկյան ավիաբազայի ռմբակոծությունը։ Ծոցի այլ մնացած երկրներում իրանական պատասխանը հուշում եմ, որ այս պատերազմը հնարավոր է չսահմանափակվի միայն լոկալով։ Այսինքն կարող է ունենալ ռեգիոնալ նշանակություն։ Ռեգիոնալ նշանակություն ունեցավ ռեգիոնալից գլոբալ ընդամենը մեկ քայլ է։ Եվ եթե հաշվի առնենք Ռուսաստանից եւ Չինաստանից մատակարարված զենք զինամթերքը Իրանին վերջին 3-4 ամսվա ընթացքում, մենք փաստորեն կարող ենք կանգնել շատ աղետալի պատերազմի շեմին, որը կարող է կլանել բոլորին։ Հիմա մենք այս ամենին պատրաստ ենք, թե ոչ։ Այս ամենի վերաբերյալ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները ունեն պատրաստվածություն կանխելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան, որը կարող է առիթից օգտվել եւ չարցնել որևէ երաշխիքի։ Ինչ երաշխիքի մասին է խոսքը։ Դու ինչ թուղթ ես ստորագրել Ադրբեջանի հետ։ Նախաստորագրել դեռևս։ Կամ առհասարակ ինչ է նշանակում այդ թուղթը։ Այդ թղթի ամբողջ արժեքը Դոնալդ Թրամփի ստորագրությունն է։ Ուրիշ ոչինչ։ Հիմա եթե դա մենք հիմք պիտի ընդունենք եւ Միացյալ Նահանգներն ասեն, գիտես ինչ, դու երաշխավորել ես, Միացյալ Նահանգները քեզ շատ բարձ հարց է տալու։
ասել դու ինձնից ինչ ես ուզել։ Եկեք բարձ խոսենք, էլի որպես քաղաքագիտական տերմինոլոգիայի մեջ չխորանանք։ Միացյալ Նահանգները ասել դու ինչ ես ուզում։ Հայկական կողմից եղել է պատասխանը ամենայն հավանականությամբ Վենսը թող գա, Վենսը թող գա։ Լինե ջան, անվտանգություն, եթե Հայաստանը անվտանգություն է ուզել, բանի մակարդակով չի լուծվում այդ խնդիրը։ Զրույցի մակարդակով։ Դե Փաշինյանը վերջերս ասում էր հենց Լեհաստանում կարծեմ, ասում էր, որ անվտանգությունն ասելով մենք պետք է մեր վրա մեր հույսը միայն դնենք։ Չէ լուրջ։ Յա իրոք կասեր դասականը։ Բա ուր էր Ադրբեջանն էր մեր որ չի կրակելու, Թուրքիան էր երաշխավորի հանդես դերում հանդես գալիս, Միացյալ Նահանգներն էր երաշխավորի դերում հանդես գալիս։ Ուր են այդ բոլորը։ Ինքը ասել էր հավանաբար Վենսը թող գա, որպեսզի ես կարողանամ հունիսի նախընտրական շրջանում օգտագործել, ասել առաջին փոխնախագահն է եկել եւ այլն։ Երկու հատ big bubble թող բերի, այսպես ասենք Ամերիկայից իր հետ։ Ինչ է ընդհանրում այդ big bubble-ը փուչիկներ։ Ինչ է պետք քեզ ասեմ, որ դու լավ մարդ ես, լավ ղեկավար ես, ասաց Վենսը, չէ՞։ Ջեյդի Վենսը ասաց։ Շարունակական խաղաղություն է այս մարդը բերում։ Եվ մարդը հայտարարեց, որ արժևում էր ընտրություններ են։ Այո, ասաց, որ մենք աջակցում ենք իրեն։ Այս իշխանությունը սա էր պետք։ Բացառապես Ադրբեջանին ինչ էր պետք, եկեք կողքի դնենք, հասկանանք։ Ստորագրվեց փաստաթուղթ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Պարզ պիտի խոսենք։ Զենքերի վաճառքի Եվ ամեն ինչի։ Դեռ չեմ խոսում, չմոռանանք, որ Իրանի նկատմամբ հարձակման որոշումը հաջորդեց ընդամենը Ջեյդի Վենսի Ադրբեջան այցի եւ տարածաշրջան այցից ընդամենը 2 շաբաթ։ Հաջորդեց։ Այսինքն այդ մարդիկ եկան։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ իսրայելական հատուկ ծառայությունները վերջին մի քանի տարվա ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերում նաև 3-4 կողմի հետ հենց Բաքվում, Ադրբեջանում։ Ես առաջիներից մեկն եմ եղել, որ բացահայտել եմ նաև դեռ անցած տարվա մարտին 25 թվականի մարտին Բաքվում Սիրիայի եւ Իսրայելի կողմից գլխավոր շտաբի պետի եւ Սիրիայի նախագահ Համադ Ալ-Շարայի անցումային նախագահ գաղտնի հանդիպումը Բաքվում եւ այս ամբողջ սցենարը մշակվել է Սիրիայից եւ Լիբանանից իրանական պրոքսի ուժերի թուլացմանը զուգահեռ նրանց դուրս բերել այդ տարածաշրջանից Իրաքում մենք խոսում ենք շիական կիսալուսնի մասին, այսինքն այն բոլոր երկրներում, որտեղ Իրան ունի ռազմաքաղաքական եւ տնտեսական եւ ժողովրդագրական լուրջ ազդեցություն։ Այդ երկրներում Իրանի դերը ամբողջությամբ վերացնելու, հասել են արդեն Իրաք, Եմենում հակաիսրայելական ֆրոնտը չեզոքացնելու եւ բնականաբար հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով, որ ունի Թուրքիայի լիարժեք աջակցությունը, հակաիրանական, այսպես բազաների ստեղծումը, հետախուզական, իսրայելական հետախուզական անխոչնդոտ գործունեությունը եւ այս ամեն ինչի մեջ, տեսեք, մենք գլոբալ այս ամբողջ ցեխի մեջ, ներողություն ոչ եթերային բառի համար, բնութագրման մենք չկանք, մենք ասում ենք, մեզ ասեք, որ պատերազմ չի լինել, որպես մենք կարողանանք ժողովրդին ասենք, որ քվե ենք ուզում, տեսեք, մենք խաղաղություն ենք վերել։ Սա է տեղի ունենում։ Հիմա եթե մենք պիտի կանգնենք եւ ասենք, մենք մեր բոլոր հարևանների հետ, մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները վատացրել ենք, անկախ փաստից, որ իրենք իրենց տեղով մեկ, իրենց գործընկերային պարտավորությունների կատարման առումով կոռեկտ չեն պահել, խոսքը Ռուսաստանին է վերաբերվում շատ հարցերում, բայց դու հապկի հետ մեծ հաշվով չունես ինտենսիվ հարաբերություններ, մի քանի զորավարություն, որտեղ ունեցավ նույնիսկ դրանց չմասնակցեցիր, փոխարենը բերեցիր հայ-ամերիկյան, օրակարգ դիվերսիֆիկացիայի մասին չեմ խոսում, ինչ շատ բնական է, հա։ Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմաքաղաքական ոլորտում նվազագույնը մեզ հասանելի չէ նման ինֆորմացիա, ինտենսիվ հարաբերությունների Իրանի հետ որպես այդպիսին կենացներից անդին ոչ մի բան չունես, Վրաստանի մասին չեմ խոսում դեռ, այսինքն ստացվեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում դու այսպիսի բնութագրում են չէ, տալիս ինչեր, արտգործնախարարն էր ասում, հավասարակշռումների քաղաքականություն, թե ինչ հավասարակշռված դիվանագիտություն, այդ հավասարակշռվածի մեջ, փաստորեն վերջին մի քանի տարվա ընթացքում ամենաարդյունավետը, ճակերտավոր, ամենաինտենսիվ եղել է հորիզոնական
քո հարևանների հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Դու Իրանին եւ Ռուսաստանին եւ ռազմաքաղաքական միակ դաշինքին, որի անդամ ես եւ հիմնադիր անդամ ես, դու չկաս այդտեղ, Իրանում պատերազմ է, հիմա հարց է առաջանում, եթե այս ռիսկերը չես կարողանալու կառավարել, ես իրավունք ունեմ մտածելու, որ դու կարող ես ապավինել երրորդ երկրի կամ երկրորդ երկրի աջակցությանը քո սահմանային անվտանգությունը, այսպես ասած, ապահովելու համար, խոսքը բնականաբար վերաբերվում է Թուրքիային։ Թուրքիան ինչ իրանյան բանակցությունները, իրան-ամերիկյան բանակցությունները, այս միջուկային բանակցությունները վերսկսվել են 2 ամսվա ընթացքում։ Թուրքական առաջատար հետազոտական կենտրոնների եւ ուղղային կենտրոնների զեկույցներում, ինչին մենք հետևում ենք բնականաբար, առաջին տողով կարմիր, այսպես բոլդով գնում է, որ Թուրքիան հնարավոր է մինչև 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել հենց Իրանում կառավարելու միգրացիոն հոսքերը։ Հիմա եթե այս ամբողջը խճանկարի մեջ փորձենք դիտարկել, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը բնականաբար, հա, եւ Միացյալ Նահանգները այդ փշի անելուց բացի ինչ են տվել Հայաստանին։ Հայաստանի անվտանգության ուժեղացման ուղղված ինչպիսի քայլեր են արվել, բացի ինչ որ խոսակցություններից, բացի կեղծ եւ խափեբա ստորակարշ խափեբայության, որ ասում են 9 միլիարդ Միացյալ Նահանգները պիտի գա բանան եւ այլն։ Բացի դա ինչ են արել։ Ինչ են արել։ Այսինքն դու չունես անվտանգային որևէ երաշխիք, ոչ Միացյալ Նահանգների կողմից։ Դու պայմանագիր չունես կնքած։ Քեզ ինչի պիտի բանան եւ ի վերջո կասի, չէ՞, սա իմ արտադրանքն է, վաճառում եմ։ Պատրաստ ես։ Խնդրեմ։ Փոխարենը եկավ մի փոթորիկ մեկ բաժակ ջրում, այսպես դատարկ բաժակում այնել, մոդուլային ատոմակայանների կառուցման վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները ինքը դեռ չի փորձարկել, հա, այդտեղ Ռուսաստանում, Չինաստանն են առաջատարները եւ արդյունավետությամբ այդքան էլ աչքի չեն ընկնում։ Այսինքն, եթե մենք մեսեջինգի առումով դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել, մենք այդտեղ տանուլ ենք տվել, մենք լիարժեք պատրաստ չենք նվազագույնը էթնոգրաֆիկ փոփոխություններին միտված այս պատերազմի հետևանքով, այդ հետևանքները կառավարել դարձնելու, սահմանային անվտանգության առումով հանությունը որևէ բանի մասին տեղյակ չէ, ինչ է արվում, ինչ չի արվում։ Դե ամրաշինական աշխատանքները հրապարակվում են, ցույց են տալիս։ Եվ նարդի են խաղում։ Խոսենք նաև Իրանում իրավիճակը ինչ զարգացումներ կարող է ստանալ, արդյոք կկարողանան ծնկի բերել Իրանին, այնտեղ իշխանափոխություն իրականացնել, արդեն իսկ թիրախավորվել էր փաստորեն եւ նախագահը եւ հոգեվոր առաջնորդը, որպեսզի սպանվեր, բայց չի հաջողվել, նաև տեղեկություններ կան, որ մի շարք բարձրաստիճան հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներ եւ քաղաքական պաշտոնյաներ զոհվել են ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով, սա նշենք դեռևս 15-ից 48 րոպեի տվյալներով։ Էրնե ջան, տեսեք, Իրան այն եզակի պետություններից է, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ շարքից բաղկացած չէ։ Այդտեղ 4 կատեգորիայի է բաժանված, որտեղ առաջին եւ 4-րդ կատեգորիաներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները ռանգի, պաշտոնի, պատրաստվածության, հնարավորությունների, հնարամտության բոլոր առումներով մեկ մյուսին չի զիջում։ Այսինքն, եթե առաջին շարքի ղեկավարություններ կան, երկրորդը գալիս է, որը ոչ պակաս է, քան առաջինը։ Սա մեկ ֆիքսենք։ Երկրորդը Աբբաս Արաղչին, Իրանի արտգործնախարար, վերջերս մի հարցազրույց ունեցել հենց Ժնևյան բանակցությունների ավարտից հետո իրեն հարց էին տվել, թե եթե Այաթոլլահ Խամենեին փորձեն վերացնել, ինչ է կանելու։ Շատ հանգիստ ժպիտը դեմքին ասաց, նույնիսկ եթե այդպիսի սցենար լինի, նոր Այաթոլլահ են ընտրելու։ Այսինքն Իրանը պատրաստ է, Իրանը նոր չպատրաստ։ Իրանը նվազագույն 2003 թվականից, երբ միջուկային հարցով Մագատեի հետ բանակցությունները սկսեցին մեկնարկել, հա, Իրաք Միացյալ Նահանգներ պատերազմից հետո Սադամյան ռեժիմը տապալելուց հետո իրենք պատրաստված են այս սցենարին եւ իրենք պատրաստված են ամենայն լրջությամբ։ Փաստ է, որ Իրանը մերձավոր եւ միջին արևելքում առաջին պետությունն է, որի հրթիռային
արսենալը գերկատարելագործված է եւ ունի ընդհանուր մինչեւ 3000 կիլոմետր խորությամբ խոցելիություն ապահովելու հրթիռներ, որոնք ի դեպ ցույց չտվեց անցած 12-օրյա պատերազմի ընթացքում։ Իրանը հեշտ պատառ չէ, այնպես չէ, որ որևէ պետություն կարող է գալ ասել, գիտես ինչ ես պիտի սա։ Բայց որքան կարող է դիմակայել։ Փաստորեն երկու պետության դեմ է։ Եվ ոչ միայն երկու պետություն։ Այդտեղ շատ նաև ցանցերի է դիմակայում։ Ցանցեր, որոնք երկար ժամանակ ներդրված են եղել հենց որոշումների ընդունման պետական կենտրոններում, ոչ միայն երկրի ներսում, նաև հենց պետության ներսում։ Հետախուզական համակարգը վերականգնեց ամբողջությամբ, զրոյից հավաքեցին այս վերջին պատերազմից հետո։ Հրթիռային արսենալը վերազինեցին, դարձյալ եւ պատրաստվել էին այս ամեն ինչին, այնպես չէ որ հանկարծակի եկան, բայց զուգահեռ բնականաբար բանակցում էին հույս ունենալով, որ կդադարեցվի կամ օրակարգը կսահմանափակվի բացառապես միջուկային արսենալի շուրջ ինչ-ինչ հարցեր վերաբերյալ։ Ես ուզում եմ զուգահեռ անցկացնել, հիմա սցենարների մասին խոսենք, զուգահեռ անցկացնել 2001 թվականի սեպտեմբերի 9-ի իրադարձություններից հետո Իրաքի նկատմամբ տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմի հետ։ Ամեն ինչ արեցին լրացուցիչ խնդիրները ստեղծելով նաեւ բանակցային սեղանի վրա, որպեսզի իբր կանխեն միջուկային զենք ունենալու Սադամ Հուսեյնի քաղաքականությունը կամ ծրագրերը։ Արդյունքը եղավ այն, որ հակառակ միջազգային մեծ կոնսենսուսի բացակայությանը Միացյալ Նահանգները հարվածեց Իրաքին։ Հիմա նույնն էլ այստեղ սկզբում ինչի շուրջ էին բանակցում միջուկային զենք ունենալ չունենալու։ Հետո խնդիրը վերաբերվեց արդեն բալիստիկ հրթիռներին, հետո միջին հեռահարության հրթիռներին, հետո խնդիրը տրանսֆորմացվեց, փոխակերպվեց այաթոլլահի ռեժիմի, կամ կրոնական ռեժիմի տապալմանը։ Այսինքն 5-6 անհնարինության հասնող խնդիրներ են դնում սեղանի վրա, իսկ ինչու Իրանը պիտի բանակցի դրանց շուրջ։ Դուք Իրանը Հայաստանի իշխանությունը չէ։ Շատ ներողություն, որ գնա ինքնիշխանության սակարկության խնդիր դնի սեղանին։ Նշանակում է, որ դու բանակցում ես մի սուբյեկտի հետ, որը բացահայտորեն քեզ ասում է, որ վարչակարգը տապալելու եմ, վարչակազմին զրկելու եմ իշխանությունից, քո ատամները քաշելու եմ, այսինքն հրթիռային համակարգը վերցնելու եմ ձեռքիցդ, միջուկային բանակցություններում էլ ստորագրելու ես, որ ոչ մի բան չես անել, ինչու գնամ բանակցեմ, մեծ հաշվով, ինչի շուրջ բանակցեմ, զրո ինքնիշխանության հարցի շուրջ ես ինքս գնամ տակը ստորագրություն դնեմ, այդ նույնը ինչ որ լուծումը միայն պատերազմն է դուրս է գալիս։ Ուրիշ տարբերակ չկար։ Վիճակում են դնում Իրանին։ Իհարկե դրեցին Իրանն անելանելի վիճակում, որովհետև իրենց նպատակը ի սկզբանե այս խնդրի լուծումներ։ Հիմա տեսեք, այստեղ տնտեսական գործոնն է շատ կարևոր։ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության խնդիրն էլ կա, ինչի մասին ես անձամբ վերջին 1 տարվա ընթացքում պարբերաբար խոսում եմ, որովհետև Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի խնդիրն է կասեցնել այն մեծականակ նավթամատակարարումների հոսքը Իրանից դեպի Չինաստան, որը հանդիսանում է նաև չինաստանյան տնտեսության ողնաշարը, որը եւ այդ հումքը, նավթը, գազը, որը գնում է Իրանից դեպի Չինաստան եւ ամսական մոտավորապես 2 միլիարդ դոլարի առևտրի մասին խոսքը։ Խոսքը նավթամթերքին է վերաբերվում բացառապես։ Եվ այդ ամբողջը Հորմուզի նեղուցով է դուրս գալիս, դեպի Չինաստան է գնում եւ Չինաստանի տնտեսության ողնաշարներից մեկն է հանդիսանում։ Չինաստանը ունի ռազմական այդ թվում ներկայություն եւ տնտեսական մեծ ներկայություն Իրանում, անկախ հակասություններից իրենք մի քանի տարի առաջ պայմանագիր ստորագրեցին եւ առաջիկա 30 տարվա առումով, որ Չինաստանը նաեւ իրանական տնտեսության անվտանգության երաշխավորներից մեկն է։ Խոսքը մեծ հաշվով մեկ գոտի մեկ ճանապարհի, այսպես տարբեր ծրագրերն է վերաբերվում։ Գումարած այս ամենին, ռուս-իրանական անկախ փաստից ինչ հակասություններ կան եւ փոխադարձ վստահության ճակ գոյություն ունի եւ միշտ է ունեցել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, այսուհանդերձ ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ գործակցությունը շատ ավելի ինտենսիվ եւ արդյունավետ է ընթացել, քան նախորդ մի քանի տասնամյակում։ Հիմա Ռուսաստանն էլ հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր է տրամադրել Իրանին։ Չինաստանն էլ այս տարածաշրջանում է։
Իրանը պատրաստ է եղել այս սցենարին։ Երկարատև կլինի, թե ոչ, շատ բան կախված է նաև միջնորդական այն ջանքերից, որ միջազգային հանրությունը կփորձի ներդնել այս ամեն ինչը։ Ռուսաստանի արձագանքին էի հետևում Մեդվեդևի անվտանգության խորհրդի արձագանքին էի հետևում, հուսադրող բան չկա այս պահի դրությամբ, որովհետև միջուկային ռեէսկալացիայի հնարավորությունը գնալով ավելի է մոտենում, որովհետև պատերազմը Իրանի դեմ անկանխատեսելի ելքեր կարող է ապահովել առաջին հերթին Միացյալ Նահանգների համար։ Այնպես չէ, որ աշխարհի միակ գերհզոր պետությունը անվրեպ անխոցելի է գործելու։ Նվազագույնը տարածաշրջանում սոցիալ-արաբական երկրներից մինչև Միջին Արևելք, բոլոր ռազմաբազաները, իրանական պրոքսի ուժերը, որոնք գործում են Սիրիայում, Լիբանանում, որոնք քնած բջիջներ են, հիմա նորից արթնանալու են։ Եվ որևէ մեկը որևէ երաշխիք չունի, որ դիցուկ Լիբանանում, որտեղ ամերիկյան ամենամեծ դիվանագիտական եւ հետախուզական կառույցներն են գործում, Հզբոլլահը, որի պարագլուխները ոչնչացվեցին անցած 1-1.5 տարվա ընթացքում, նորից կենսունակություն չեն ստանա եւ նորից հակաամերիկյան, այսպես թիրախներով չեն առաջնորդվի։ Սա անպայման պետք է հաշվի առնել։ 4 սցենար եմ կանխատեսում։ Եթե պատերազմը տևեց 1 շաբաթից 10 օր, առաջին սցենարը կետային հարվածներ, որի նպատակը լինելու է առաջին եւ երկրորդ շարքի ռազմաքաղաքական եւ հետախուզական ղեկավարության ոչնչացումը, ինչպես նաեւ տնտեսական ենթակառուցվածքների փոշիացումը, որպեսզի Իրանը տնտեսապես վերջնականապես չոքի եւ հնարավորություն չունենա վերականգնվելու։ Սա առաջին տարբերակը։ Երկրորդ տարբերակը միջին երկարատևության, որը խոստումնալից չէ, որ շուտ կավարտվի, դա ավելի երկարատև։ Դե արդեն ասում եմ, որ երկարատև պատերազմ է սա։ Երկարատև պատերազմ, որը կարող է տևել մի քանի ամիս եւ ուժերի վհատման պատերազմ լինի, հա։ Շատ հետաքրքիր է սիմվոլիկան, անպայման հաշվի առնենք, թե այս պատերազմը կամ պատերազմական գործողությունները Իսրայելում եւ Միացյալ Նահանգներում ինչպես են բնութագրում։ Իսրայելում օրինակ ասում են Հուդայի վահան եւ Lions Roar, առյուծի մռնչոց, այդպես են անվանում, այսինքն վերջնական հարվածը պիտի հասցնեն։ Ինչու, որովհետեւ Նաթանյահուի մնալ չմնալի իշխանությունում հարց է իրեն արտաքին հաղթանակի խնդիր կա նվազագույնը ցույց տալ, որովհետեւ 12 օրյա պատերազմում չկարողացավ իրականացնել այն ամեն ինչ, որ իրենց առաջ դրել էին։ Նաև Դոնալդ Թրամփը այս տարի հանրապետականները շատ հնարավոր է միջանկյալ կոնգրեսի ընտրություններում չունենան հաջողությունը, ի տարբերություն դեմոկրատների, ինչ որ նախորդ տարիների ժամանակ։ Չմոռանանք նաև Էփշտեյնի դոսիեների, այո, գործը փոխելու, այսինքն ներքին լսարանի ուշադրությունը շեղելու եւ արտաքին հաղթանակով վերադառնալու խնդիր է դրված։ Այս ամբողջում բնականաբար Իրանի դեմոնիզացիան թշնամացնելը, սատանայացնելը ամերիկյան եւ հրեական լոբիի գումարներով ֆինանսավորող ամերիկյան մեդիայի թիվ 1 օրակարգային խնդիրն է եղել։ Ես չեմ գտել ամերիկյան get 1 ռացիոնալ մեդիա վերնագիր վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ կփորձի խելամիտ բանակցությունների կոչ անել կամ այդ դաշտ տեղափոխել։ Բոլորը դեմոնիզացնում են Իրանին, ասում են, որ այաթոլլահը թշնամի է, պետք է սա անել, դա անել եւ դրա փառապասակ այսպես Թրամփի վերջին ելույթն էր, որտեղ նշում էր, որ ռետորաբանությունը շատ կարեւոր է։ Դու պիտի հասկանաս, թե քո ժողովրդի վրա ինչպես պիտի ազդես, միտք, հոգի, սիրտ, ինչպես պիտի կարողանաս ազդեցություն գործել։ Գանգեր եւ ոտքեր է թողել փողոցներում, հա։ Այսինքն ցեղասպանական գործողությունների համար է մեղադրում այդ իմաստով։ Սա երկրորդ սցենարը, որը կարող է ավելի երկարատև լինել։ Այս սցենարը ես համեմատում եմ Իրանի իրաքացման սցենարի հետ։ Երկարատև պատերազմ, որի
ավարտը մեծ հաշվով պիտի լինի Իրանի մասնատումը։ Պիտի մասնատվեն, հետո ֆեդերալ հիմքերով, Բելոչեստանից սկսած, մինչև Խուզեստան, մինչև այստեղ քրդերի հարց, ինքնավարության այս կողմ այն կողմ եւ այլն։ Երրորդ սցենարը լիբիական սցենարն է, երկարատև 7 ծով պատերազմ, որի հավանականությունը քիչ եմ համարում, եւ այդտեղ երկու բանակների ձևավորում, երկու միջազգային պրոտեժեներով, մեկը արևմտյան կամ վիետնամական սցենարը, որը երկարատև կարող է լինել, բայց հանգեցնելու է բնականաբար քաղաքացիական մեծ պատերազմի եւ այդ պետության մի քանի տասնամյակով ընդհանրապես քաղաքական ազդեցության դերակատարման ոչնչացմանը։ Սա երրորդ սցենարը եւ չորրորդ սցենարը Իրանի սիրիականացում, որը տասնամյակից ավելի պատերազմական եւ քաղաքացիական պատերազմի մեջ կարող է ներքաշել, որի դերակատարներից մեկը կարող է լինել թեև այսօր ազդեցություն ունի մեծ հաշվով Ռեզա Փահլավիի նախկին վերջին շահի որդին, որ Միացյալ Նահանգներում է գտնվում եւ որի նկատմամբ մեծ հաշվով Միացյալ Նահանգները չունի աջակցություն էլ ներսում կարծես թե չունի։ Այս 4 սցենարներն են, այսինքն մեծ հաշվով եթե փորձենք խմբավորել երկուսի միջև, կարճատև կետային, որը կարող է լինել մինչև 10 օր որոշակի հաջողություններով, այս ընթացքում չի բացառում, որ Միացյալ Նահանգները փորձի ակտիվացնել իր համախոհ հանդիսացող եւ արևմուտքի հետ շատ ավելի փափուկ ուժով բանակցելու եւ պատերազմից խուսափող, ուժի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, նորից բերի դաշտ, նա վայելում է արևմուտքի աջակցությունը, նա համակարգից դուրս եկավ, որովհետև խորքային հակասություններ ուներ ընդհանրապես Միացյալ Նահանգների եւ արևմուտքի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե Իրանը ինչպեսի քաղաքականություն պետք է որտեղ դի, նա լոյալ է մտքի հետ, որ Իրանը չպետք է ունենա միջուկային սպառազինություն կամ ընդհանրապես ատոմային հզորություն, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ ռազմաքաղաքական առաջին շարքի, երկրորդ շարքի ղեկավարությանը վերացնելուց հետո ասպարեզ բերեն նաև այսպես կոչված ոչ ռադիկալ, այլ փափուկ ուժի կողմնակից դերակատարներին, հանձինս Մոհամմադ Ջավադ Զարիֆի, նաև այլ պաշտոնյաներ էլ կան, ինչու ոչ նաև ասպարեզ վերադառնա Մահմուդ Ահմադինեժադը, որը նույն գծի կողմնակիցներից է եւ արևմուտքի հետ շատ ավելի փափուկ մեթոդներով այլ հարաբերությունների հաստատման կողմնակից է։ Սցենարները սա են, իսկ պատասխան գործողությունները երբ կլինեն, Իրանից ասում են պատասխան գործողություններ են սպասվում եւ նաեւ արդեն իսկ տեսանյութ կա իրանական դպրոցից, որտեղ արդեն 24 աշակերտ զոհվել է, պայթյուններ է եղել Աբու Դաբիում, երկրորդ պայթյունն է արդեն եղել, եւ այսպես շարունակ։ Քուվեյթից սկսած մինչև Կատար, մինչև Աբու Դաբի, բոլոր տեղերում, որտեղ ամերիկյան ռազմական ներկայություն կա, թիրախի տակ են։ Բայց ստացվում է այնպես, որ մենք խրախուսում ենք կամ սա ենք անում, մենք խոսում ենք փաստերի մասին եւ վերլուծում ենք այդ ամբողջը։ Բայց Իրանից փաստորեն պատասխան գործողություններ դեռևս չկան։ Կան Իսրայելը, Թել Ավիվը ռմբակոծվել է։ Հիմա հուսիների միջոցով կլինի, թե մեկ ուրիշի միջոցով կլինի, հարցը մյուս կողմն է։ Ես եւս մեկ անգամ կրկնում, Հերմինե ջան, այնպես չէ, որ Իրանը պատրաստ չէ այս ամենին։ Իրանը շատ լավ դասեր է քաղել նաեւ վերջին 12-օրյա պատերազմից հետո Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողություններից, որոնք կարող են հենց Իրանի պետական համակարգի ներսում ցանցերը աշխատացնել։ Ես օրինակ զարմացա, թե ինչու հրթիռային համակարգը դեռ չի միացել, որովհետեւ եթե պատերազմ է, պաշտոնական պատերազմ է հայտարարվել, քո պետությունը պիտի պատասխանի, ինչու է ուշացել, կան ուրեմն այդտեղ հաշվարկներ։ Զուգահեռ գուցե ընդհանուր բանակցություններ, պատրաստվում, բայց դեռևս չկա։ Գուցե պիտի անակնկալի մատնեն։ Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան Միացյալ Նահանգներն է։ Իրանը մեծ հաշվով, տեսեք, Իրանի գոյաբանական խնդիրը Իսրայելն է։ Իրանցի ժողովուրդը Միացյալ Նահանգների հետ խնդիր չունի մեծ հաշվով։ Իրանը միշտ ջատագովն է եղել խաղաղ հարաբերությունների հաստատման Միացյալ Նահանգների հետ։ Իրանը միշտ ջատագովն է եղել ինքնիշխանության հարգման
կամ ինքնիշխանության սկզբունքի պահպանման միջազգային իրավունքի շրջանակներում Միացյալ Նահանգների հետ չասեմ հավասարի բոլորն էլ հասկանում են, բայց նորմալ հարաբերությունների ստեղծման։ Նեոկոնսերի կամ ընդհանրապես նոր պահպանողականների ադմինիստրացիան Միացյալ Նահանգներում գտնվում է հրեական եւ իսրայելական լոբիի հակազդեցության տակ։ Թրամփի հնարավորությունները շատ սահմանափակ են այս առումով։ Թրամփը մինչև որս երկարաձգել է այդ բանակցությունները։ Տեսեք, 1.5 տարի է ինքը պետության նախագահ է, չէ՞։ Իր արժև խնդիր է դրված եղել ի սկզբանե Իրանի նկատմամբ հարվածների իրականացումը։ Մեկ անգամ կետային այսպես հարվածները հասցրեց, հետո պայմանավորվեցին, որ, չգիտեմ, չենք խոսում հիմա դրա մասին։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Թրամփը անընդհատ փորձում էր հետաձգել այս ռմբակոծությունը, անընդհատ։ Այնպես չէ, որ ինքը ջատագովն է, նախաձեռնողն է եղել։ Բայց բնականաբար, կրկնեմ, Էփշտեյնի դոսիեների բացահայտումը, նաև այն հստակ մեսիջը, որ եթե չգնաք նման քայլի, դեռ շատ ավելի խայտառակ դոսիեներ մենք բացահայտելու ենք, թե ինչեր է կարել այդտեղ։ Հավանաբար ստիպել է ամերիկյան ադմինիստրացիային հռետորաբանությունը փոխել եւ անցնել միանգամից, կտրուկ գործողությունների։ Սա է իրականում այս ամեն ինչի մեջ ես ամենամեծ վտանգը տեսնում եմ, որ գալիս է Հայաստանի իշխանության անկարողունակությունից եւ գուցե կամքի բացակայությունից այս խնդիրներին համալիր, համապարփակ լուծում չտալ, հարությանը չիրազեկել եւ չհասկանալ, որ դիցուք առաջիկա 2 ամսվա համար մենք նախապես պետք է պատրաստենք բնականաբար այս ամեն ինչին։ Ռմբապաստարաններից սկսած մինչև սննդային անվտանգության հարցեր, մինչև էներգետիկ անվտանգության հարցեր, մինչև միգրացիոն հոսքերի կառավարման վերաբերյալ հստակ ուղեցույցների հրապարակում, մեդիատ այդպիսով լցնես, ոչ թե, չգիտեմ, այս ինչ նախարարի ուխտի հայացքով, չգիտեմ ինչը ցույց տաս եւ այլն։ Բա ուր է մեր ժողովուրդը, ուր է մեր ժողովուրդը այս ամբողջ բանաձևում, ուր է Հայաստանի անվտանգությունը այս ամբողջ բանաձևում, այս հարցերի պատասխանները ամենայն դեպս ոչ Թեհրանում են տալու, ոչ Միացյալ Նահանգներում, ոչ Մոսկվայում։ Այս հարցերի պատասխանը պիտի տրվի Երևանում հենց որոշումների ընդունման այսպես կոչված հայկական կենտրոններում։ Բայց քանի որ մենք չունենք, ես պարզապես կարող եմ ասել մեր ժողովրդին զգոնություն, զգաստություն, քանի պետություն չի անում, դու ինքդ քեզ պիտի փորձես կազմակերպվել ավելի կարգապահ ձևով, պատրաստ լինել ցանկացած զարգացման։ Մեզ վատ օրեր են սպասվում։ Եթե սա ոչ թե ասենք, որ մենք անընդհատ ասում ենք, չէ, դրական նոտայով ավարտենք։ Դրական նոտա չկա, 44 օրյա պատերազմից հետո դրական նոտա չկա Հայաստանում։ Եվ մեր կյանքում դրական նոտա որպես այդպեսին չկա։ Մենք պարզապես աչք կապոցի ենք խաղում։ Մեզ թվում է, որ մեր աչքերը փակում ենք, մեր կողքը ոչ ոք չկա։ Մեր կողքը կան պոտենցիալ թշնամիներ, մեր երկիր ներխուժելու համար պատմական շանսի սպասող պետություններ, կան ռադիկալ իսլամիստական կազմակերպությունների ներթափանցման մեծ ռիսկեր եւ այս ամեն ինչի դեմ կա Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի բնակչություն, որը տեղյակ չէ այս ամեն ինչից եւ իր պետությունից ուղղությունները ստանալու փոխարեն նայելու այսպես բերանը բաց ասում թե երբ է գալու աղոթելով, որ գուցե Աստված գա փրկի իրեն։ Չի լինելու այդպես։ Ցավոք եմ ասում, բայց չի լինելու։ Սպասենք տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, հուսանք դրական փոփոխություններ կլինեն։ Տեսնենք, դա Աստված միայն որ այս պատերազմը երկարատև չլինի, հյուծող չլինի եւ բոլորս հողմաղացի դնենք։ Եվ ցանկացած պահի մենք կարող ենք ընդամենը դառնալ թիրախ եւ այդ այսպես կոչված չեսօգությունը պահպանելու համար պիտի երկար աշխատացվեր դրա վրա, ինչի ցավոք արդյունքներ ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։
Զրուցում էի Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրամ Գասպարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։